Ողջույն։ Ողջույն։ Ճամփորդությունը սկսեցինք։ Լվովից իջնում ենք Երևան։ Իջնում ենք Գայի, հետո նոր Երևան։ Մեսնիկյան, հետո Երևան։ Անայդ ես քարտեզի մասին եմ ասում, դու Երևանի։ Բարսա։ Պատկերացրու են հյուսիսից իջնում ենք դեպի հարավ։ Բայց ինչ քաղաքներ ենք անցնում, չեմ հիշում, այդ քարտեզով պետք է նայել մի օր։ Լավ, վերջացրեցի։ Հուլիսի 31 աստիճան ջերմություն։ Վաղը վերջի օրն է հուլիսի։ Ամառը թռնում է։ Մնաց օգոստոսը։ Ասկեզ որ սպասում էի, մի հատ հարևան էր դուրս եկավ, որ ման գա, հենց դուրս եկավ պատժեստից ասում է. Վայ, ես ինչ շոքա փոշմանեցի, որ դուրս եմ եկել։ Ասի դե հետ մտի։ Էլ որ մտնեմ։ Ատեն ժողովուրդ ջան, հա, ես էլ Գայի պողոտան Անայդի ասած։ Գնացինք։ Են ովքեր են ծաղիկների մոտ կանգնել, Անայդ։ Հաղոտ թաղապետարանից եկել են։ Հնդիկ թե սևամոր։ Հա, տենց էր, շատ սև էին հնդիկների համար։ Գաղա Բանգլադեշի հնդիկ էին։ Տենց լավ գիտես, հա, որտեղ ինչ գույնի հնդիկներ են։ Դե այդքան տեսել ենք, իմանում ենք էլ։ Ես չգիտեմ, մերդ։ Շատացել են, շատ են դարել։ Լծվել են։ Անայդ, Այո։ մեր Արարատ Եգանյանը, որ ուղարկել էր հղումը, այդ շատրվանը, թե ինչը որ բացեցին Ֆլորայի այգում, այդ եբ է եղել այդ բացումը։ Երեք։ Որտեվ երեկվա ռիպորտաժներ 3 ժամ առաջ էին դրել։ Հա։ Այո։ Նես կուզենայի մի հատ տենայի։ Դժվար չէ, երեք բացեն գլուխ գովան, բան այսօր փագեն։ Դե գնանք նայենք մեկ ժամանակ։ Դա որ հիշում եմ ընդեղի կանգնելու հարցը թևերս թույլանում են։ Չոքերը չի թույլանում։ Չոքերին էլ չի աս։ Եկանք միասնիկյան հայր, ես էիք ուզում, խնդրեմ։ Իսկ ով ասեց, որ ուզում են։ Անգիր են արեշ ճանապարհը։ Անգիր։ Повторение мать учения. Այդ ինչ սխալ արտահայտություն է, չէ՞։ Այդ շատ կրկնելուց մարդ դմբոյանում։ Լավ անջատ եմ անայդ, թե չէ։ Փիլիսոփայությունը սկսեցիր։ Հələ սպասի է մի հատ։ Արարատը զարթնեցի, գիտես ինչ էի մտածում։ Մենք ուրեմն, ես, դու, մերոնք, ծնվում ենք ու ապրում ենք մի միջավայրում, որը մեզանից հազար տարիներով մեծ է։ Երկինքը, երևի միլիոն տարիներով։ ամպերը, անձրևը, ձունը, տո թիթեռը թռնող, մարդկային զգացմունքները, հարաբերությունները, այդ սաղ պատկերացնում ես ինչքան գոյություն ունի։ Մենակ մի բան։ Ասա։ Թիթեռը ապրում է մի օր։ Թիթեռ երևույթի մասին եմ ասում, մի թիթեռի մասին չէ։ Դե օրինակ, Ռաֆայելի ժամանակ էլ էր թիթեռը նույն ձևի թռնում, հիմա էլ չէ։ Այո, Լեոնարդոյի ժամանակ էր։ Հա, ամպերը նույն ձևի, սիրահարվում էին նույն ձևի, երեխա էին ունենում նույն ձևի, մեզ ուրեմն, որ ծնվում ենք, թաթախում են մի հատ այդ բուլյոնի մեջ, որը հազարամյակներ գոյություն ունի, սենց մի քիչ թռչում են, հետո հանում են, ասում են մի բան հասկացաք, ասում ենք ես չէ հասկաց, չգիտեմ ասում են, լավ, գցում են հողի մեջ, ասում են
արխիվն է, էլի հողը գցում եմ, լավ ընդ է պարկի, մի օր պետք է գաս։ Պետք է գաս, հողի մեջից։ Համլետը ոնց էր ասում։ Են գանգը իշում ես, որ բռնում էր, խոսում էր հետը։ Հետո մտածեց, վերջը եկավ են մտքին, որ Հուլիոս Կեսարը կարող է ինչ-որ մի հատ տակառի խցանը հիմա։ Այսինքն փոխվելա, շատ հնարավոր է պրոբկայա դարը։ Վախտին ինչ հզոր հայտնի իր անունով ամիս դրեցին եւ այլն, բայց այս րոպեին տակառի էտա։ ಏನով էր, էտա Ջեյմս, Էտա Ջեյմս, այո, շատ լավն էր։ Իր երկը, իմ սիրած երկն է։ Blues is my եսիմ ինչ, հա? At once. Ինչ? At once, այ։ Չէ, blues is my business. Էդ ուրիշ երկչուի, այդ Business is good. Այո, դա ուրիշ երկչուի է։ Էտա Ջեյմսն է։ Ոչ։ Մի վիճեր։ Մեր հայտում 5 կտտոցի վրա մարժ էին գալի։ Լավ, մտանք կենտրոնան այդ լրջանանք։ Են մեր թաղերները ինչ ուզում խոսում էինք։ Բայց են գնում հիմա այդ ֆանդան։ Դու բայց են գնում։ Եկանք դժվարին Աբովյանի հրապարակ Շարիմանյան փողոցի վրա ենք առայժմ։ Մայր Հայաստանը, կանգուն։ Չոլտովը կալիսո։ Հալկայ ասած։ Չոլտովը կալիսո։ Մինչև ես դուրս եկա, այնտեղ լավ աղջիկ էր երեխեքի հետ։ Որտեղից էր։ Ամերիկայից։ Հա։ Չասեց, որ քաղաքից։ Չէ, այդքան չխոսեցին։ Մեծ համառությամբ տեղ քթանք կանգնեցինք Պուշկինսկիի մոտ։ Կանգնել չեմ հասկանում։ Դու ասեցի բոլա, լավ է, ես որտեղ ես կոմը արդեն չի կարող գայի, որ հետ նայեի։ Արի փողոց անցնենք։ Հազիվ ոչ մեկը չկա։ Ես ինչ դատարկություն է։ Այ ջրիձենը գալիս է։ Հա։ Բայց սա է թե են շատրվանն այդպիսի, չգիտեմ։ Հիշում ես Ռիալտոյի կողքն էինք ապրում, է։ Այո։ Ջուրը ինչ է կանգնած։ Դե տենց էր։ Հենց այն վերևը հոսում է։ Լավ, ես քեզ ասի չէ ջուրը համարա կանգնած է։ Լավ, ես կամերան փոխեմ մի հատ լուրջ ուսումնասիրենք։ Ամեն կաթիլը մի հատ նկարեմ։ Զում անեմ ամեն կաթիլի վրա։ Կարգին տեղ դարավ։ Ղայդին տեղ դարավ։ Թե չէ, ինչ էր ըստես, զիբիլանոց։ Անայդ մի րոպե սպասի կանգնացնեմ, փոխեմ կամերան։ Այսպես մանրամասն անայդ միմիկար։ Միմիկար չէ, միմեն ծակ ծկուցոց։ Բանը ինչը, պորի, ոնց է հայերեն։ Ծակոտկիները։ Այստեղ սենց համաշկա են արել։ Լավ չեն արել, լավ չեն սարքել։ Սաղը սենց ճապլապ են արել։ Ճապլապ չիկի։ Խնդիրը։ Հա, շատ լավ է դարում։ Բայց դու հիշում ես, տեղ սովետի վաղտ ինչ ձև էր։ Սենց բան չկար ամենայն դեպս։ Ոչ չկար։ Էլ մի է, սովետի վաղտ ամեն ինչ կար։
Բավոն։ Դուր դարակ սովետիկ բաբա։ Սիգարար։ Ոնց սովետի սիգարար։ Սովետի նման երկիր չկար աշխարհում, այլ Լավ է։ Հերիկա իրոնիա։ ոչ մի իրոնիա է։ Աշխարհում տենց երկիր կա, որ տենց ֆանտաստիկ անեկդոտներ հնարեին։ Այդ մեկ աստը։ Ոչ սովետի նման երկիր կար, որ ուզենար սաղ զավթի, սաղ աշխարհը։ Ոնց շեզվան չի եղել, լավ, այդ անեկդոտ էր։ Ոնց անեկդոտ էր, սաղ այդ ցույց երկրները մտան, մարդկանց սպանեցին տանջերում։ Անե թող շատրվանով հիանանք։ Դե բա սովետ ասել, ես էլ լիցել։ Այդ անեկդոտը գիտես, Բրեժնևը ասում է. Нам нужен мир, желательно весь։ Ես չհասկանում ինչի ապեն ախորժած ունեցել սովետը։ Որտեվ ճիշտ բան էին մտածել, ոչ մեկը չէր ուզում լսել իրանց նման աներ ամեն ինչը։ Լավ ենք, հավանում եք։ Հա։ Իսկ կարող է հիշեք, մի վաղտ ինչ ձև էր ստեղ։ Չէ, շատ մի վաղտ, երբ որ ես այս դպրոց էի գնում։ Չէ, չեք հիշում։ Տենց չեք հիշում։ Բայց ինչ-որ մի բան կար էլի։ Հա։ Այնպես չէր, որ նոր հնարեցին։ Կապող մի բան կար։ Չէ, հա։ Ես էլ եմ տենց հիշում։ Դուք Երևանից եք։ Երևանից չեմ, բայց դե հեսա մի 50 տարի աստեղ եմ, էլի։ Մեր նման։ Հա։ Մենք 50 թվից ենք ստեղ։ Դուք որ թվից եք։ Չէ, ես 76։ Յա, ես ինչ երիտասարդ եք, թե ուրիշ տեղ եք ապրում։ Չէ։ Հայր ստեղ եմ ապրում։ 76-ին ծնվեցիք։ Չէ, 76-ին եկաստեղ։ Հա։ Որտեղից եկաք։ Ղարաբաղից։ Այո։ Ղարաբաղ որ քաղաքից։ Որը մերը Մարտունու շրջանն է։ Արմի շուկա։ Ես այնտեղ Վայանի լագեր Լենին քենտ գիտեք։ Ոնց։ Լենին քենտ։ Բայց այդ երևի Ղարաբաղ չէր, Ադրբեջան էր ուղղակի։ Հա, Ղարաբաղ։ Չոր Կիրովաբադին մի քիչ մոտիկ։ Սանոթաննա, բայց Ղարաբաղ չէ։ Մի հատ էլ ես իմ ինչ չայ գետ կար, անունը չեմ հիշում։ Անցած տարի ստե քանդեցին սարքին այսքան։ Հա։ Վերջապես սարքեցին։ Դե ձեզ լավ որ երեխեք ջան։ Չէ, ինքը ստեղ ապրում, մենք ընդեղ ենք Ստեղի ապրում։ տներն են պահում, պահակը։ Միշտ փնտրում էինք, ձեզ չէինք տեսնում, այսօր տեսանք։ Այսօր տեսակ։ Ձեզ առողջություն, լավ եղեք։ Շնորհակալ Շատ գեղեցիկ Շնորհակալություն նայում ստեղծիչ։ եք մեր Երևանը։ Նույնն էլ դու ձեզ եմ ցանկանում։ Լավ որ ձեզ։ Ուզում եք նա ասենց անեմ մի քիչ հով դառնա օրը։ Թե լավ է շոկը։ Չեք նեղվում, չեմ անի ձեռով։ Թող մնա նույն եղանակը։ Առողջ մնացեք։ Դուք էլ երեխեք ջան։ Ասենց անայդ։ Իմիջ այլոց։ Դուք հիշես չէ՞ որ մեր հարգելի, սիրելի ինֆորմացիոն աջակից Արարատ Եգանյանը գրել էր, որ ռեստորան կար Ֆլորայի, դրա համար էլ այգին այդ վաղտվանից մնացել է Ֆլորայի այգի։ Բայց ես գիտես ինչ հիշեցի Անահիտ։ Ոնց չես հիշում։ Այ հենց սրա տեղն էր։ Արմեն ջան, դա ֆլորայի լաուշան է։ Գիտեմ, հիմա ամենահետաքրքիրը, իսկ ինչ անուն էր կրում այդ ռեստորանը։ Այ ես մոռանում եմ միշտ, բայց դու լավ հիշում ես։ Այ հիմա քեզ կասեմ, ես էլ 100% չեմ հիշում, բայց եթե չեմ սխալվում, Լորի էր կոչվում։ Հիմա նա ինչքան ճիշտ են անունը դրել։ Չեմ խանգարում, չէ։ Ինչով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուզում եմ, որ դուք ինձ հիշեք։ Հիմա սկսենք հիշել։ Ես աշակերտն եմ եղել։ Ահա։ Ես լավ փաթաթվեմ։ Ես Վարդանն եմ Պետրոսյան պրոֆեսոր Գորարի։ Ոնց ես փոխվել։ Ո՞նց եք։ Ես շատ ուրախացա ձեզ տեսնել։ Այ նայեք ժողովուրդ։ Ճանաչում որտեղ իրանք մեծանում են եւ փոխվում են շատ։ Այո։ Հա, Լավ ես։ Լավ, դուք ո՞նց եք։ լավ ենք։ Շատ ուրախ եմ, որ լավ հետաքրքիր բլոգ եք վարում, նկատել եմ։ Շատ Այո։ ուրախ եմ, որ իմ ուսուցչուհին այսպես ակտիվ, միշտ գեղեցիկ։ Միշտ իրան նման։ Շնորհակալություն։ Շատ Դավիթը եկել է, չէ՞ ձեր մոտ։ Այո, այո, նկարել է։ այո, այո։
Շատ ուրախացած ես տեսա։ Դե լավ է, ես էլ եմ ուրախ, Շնորհակալ մատա եմ։ գոհարիներ կբարևես անպայման։ Երիկա կնոջս գրկեք յա։ Ձեր կին իմ սիրելի ուսուցիչներից է, այնպես որ լավ եղեք։ Տեսություն։ Լավ օրձես։ Մի րոպե, դուք են հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն եք։ Ես Վարդան Պետրոսյան էլի դերասանն եմ, բայց հայտնության չափը չգիտեմ։ Այս Բայց պահին ավելի երիտասարդ։ ձեզ լավ օր։ Ձեզել։ Տեսություն։ Այո։ Հա։ Ու նայ, Անայդ, Ֆլորա ու Լորի։ Ինձ թվում է հատուկ Լորա։ հա Լորի այգի, Ֆլորայի այգի, բայց այդ Ֆլորա որ հաստատ իմանանք, մի հատ պետքա գիտես ինչ նայել 0199 Այն Ֆրունզիկը որ գալիս է այն գինեգործ Պողոսյանը որ այստեղ են իրանք հանդիպեցին, նստեցին, այս մասն է ցույց են տալինս, լավ կանաչապատ, հոյակապ բաներ։ Նույնիսկ խաղող էր սա աղսից աճին վրա, նույնիսկ Հա, շատ կանաչ էր, հա։ Դե հիմա այս մետրոյի կայանը իհարկե արդարացված է, բայց հետո ռեստորանը մի տեսակ փայտից բանից էր սարքած, շատ գեղեցիկ էր ինքը։ Ու յուտնվի ռեստորան էր ամառային դահլիճով եւ այլն։ ոնց ամառային դահլիճով։ Դե, հա, էլի դուրս էր նստելու տեղեր ուներ։ Հա, այդ էր էլի ամբողջի կանաչի մեջ։ Այո։ Սեղանները։ Հա, Շատ լավ, այս ծառներն են սազում ա, չէ։ հա, այս սառը, բայց ինչ-որ հենարան մի հատ դնեն, ինչ անեն, Մտածում ես կարող ա կողքարվում։ կարող է մի օր հոգնի ու ընտիրը։ Հələ մի քիչ գնանք։ Ապրի քաղաքապետարան։ Այս այգին պետքի բերեցին, ինչքան բան քանդեցին այս այգի մեջ։ Մինչև այս տեսքի բերեցին։ Դե գիտես, հարցը նրանում է, որ Ավինյանը հիմա ասեմ կասենելի սկսեց այս ֆիքս տուլ Երևանցին։ Ավինյանը Երևանցի է, Անայդ վերջո էլի։ Ու ինչ ուզում ես ասա, դա մեծ նշանակություն ունի։ Ադան։ Մեր հետ ուզում եք նկարվել։ Հանց Ախ, մեքենայից որ դուրս եկանք այդ դուք էիք, բան չի չուզեցաք նկարվեք։ Չէ, տղան որոշեց։ Այ տղան քաչ տղա է, երևում է։ Այս բոլորը ձերն են։ Երկուսը իմն են, քույրիկինս։ Քույրիկ։ Ահա, նկարեցի, էլ ինչ անեմ։ Հա, ֆոտո եք ուզում։ Դե ձեր հեռախոսը տվեք այդ ժամանակ։ Այո, դու առաջարկեցիր, դու ջղայնացար, ասեցիր, ինչի չնկարվեցիր։ Ոնց ասեց, famous կլնեն։ Այո, այլի կդառնան։ Էդի տանելան եղապրում։ Էդքան Պարսկաստանի եղապրում, այդ Կալիֆորնիա եղապրում։ Յա, Պարսկաստան, բայց ընդեղ Կռվի համար եկել են քույրիկցա։ Ստերը միջև հանգստանում։ խես մարդիկ, այ մարդուց։ Տանջեցին Շատ այդ։ ուրախ ենք, որ ձեզ տեսանք։ Միշտ որ նայում է, ասում եք, երևի Երևան որ գնանք մի օր կտեսնենք ձեզ։ Տեսանք։ Շատ ուրախ եմ, որ տենց գործ եք։ Իսկ որ քաղաքում եք։ Seal Beach։ Կալիֆորնիայի Seal Beach քաղաքը, օվկիանոսի ափերինն է։ Հա, այդ քաղաքը չգիտեի։ Հա, Huntington Beach, Seal Beach, Newport Beach։ Լոսի հետ կապ չունի։ Ոնց երևի Կալիֆորնիա 20-30 րոպե շտատի հեռու ենք։ Հա, Հա, Բաղուց եք ընդեղ։ 13 տարի է լինում։ հա։ Իսկ հաճախ եք գալիս։ Կովիդից հետո չեկանք, 2 տարի առաջ չեկանք։ Հետո հիմա էլ եկել ենք։ Փորձում ենք։ Դժվար է, շատ դժվար է այդքան թռիչքը, բայց փորձում ենք։ Թռիչքը հա տանջանք է ուղղակի։ Մենք դրա համար Ամերիկա չենք գալիս։ Բայց արժի գալը։ Արժի։ Մեր երեխեքս շատ են սիրում։ Երկուսին էլ ստեղ են կնքել։ Հատուկ։ Որ հայ լինեն։ Իսկ Փորձում ենք հայ։ տուն ունեք ստեղ Երևանում։ 2 հատ տուն ունենք այո։
Են հին տներից թե նոր Մի եք հատ գնել։ մասիսում ենք։ Մի հատ են մասիվ հենց ձեր մոտ է քույրիկիս տներն են դե։ Հիվանդանոցի Այո, ես հարևան ենք։ Հա, տենց եմ տեսնում։ Դες Գուրջան որ գնում եք։ Զովքից արևտուր եք։ Ինչն է բոլոր վիդեոներում Գյուրջանն ու Զովքը։ Դե լավ եղեք։ Դուք էլ, դուք էլ։ Հետևում եմ որ հանկարծ մեկ դուք հիվանդացաք, տեսա, ասել վայ, ձմեռն է հիվանդ էի, վայ։ Հետո լավացակ լավեր ուրախացանք, ապրում ենք ձեր հետ Երևանի հետ։ Իսկ կոմենտ գրում եք էջ։ Չէ, YouTube-ով եմ նամ, բայց կգրեմ։ Այսօրվա օրը գրեք։ Ողջույն Շատրվանի մոտից։ YouTube-ով, բայց ոչ հեռուստացույցով։ Հեռախոսը գրում է, հեռուստացույցով չի։ Դե լավ Իրինա ջան, ես ճիշտ լսեցի ձեր անունը։ Լավ Ինա եղեք։ Էդիտը, Լեո, Edward and Julian։ Edward, and Julian, Julian։ Julian and Julian ասեց։ Անայ ջան, այդքան բան չես հիշի։ Edward-ը Իրինայով ես ամուսնուս անուն է Edward եղել դրել ենք, Julian-ը մամայիս անունը Julia է եղել։ Juliet-ը հարմարացրել եք։ Anyway, լավ եղեք։ Դուք էլ, դուք Միշտ էլ։ նայում եմ ձեզ, ամուսինս էլ մանրեկանայիք ուրախանա մեզ տեսա։ Այո, այո։ Այո, famous ենք հիմա։ Famous ընտանիքի տեր դառավ ձեր ամուսինը։ Ստեսին ձեզ։ Ստեսին ձեզ։ Ահա, այս համար էին ուզում որ։ Չես, մի երկու օր է բացել են։ Հա, լավն է ջուրը։ Հա, Հայերեն եք լավ խոսում, թե անգլերեն։ հայերեն։ Հայերեն։ Ահա, ես էլ ալբիցա էր, չէ՞ ոնց որ։ Սալվի ջան կներես էլի։ Էս է հիշողությունս։ Բայց հուսամ ճիշտ եմ ասում։ Ես գնացի, Անահիտը մնաց, զրուցում են։ Այսենց։ Բայց համաձայնվեք հաճելի է։ Ամերիկայում բնակվող մարդ ես հանդիպում, ոնց որ հարազատ։ Շատ հավես է։ Այսինքն ինձ դուր է գալի։ Մի հատ մեր Շատրվանի բժնին չկրկնենք։ Դե քեզ ուրիշ բան կվերցնեմ։ Ես որ ուզում եմ շատ։ Բայց մենք չենք իջանա։ Ոնց 7-ից կես չենք պայմանավորված։ Նկարենք, չէ՞ ոչ թե նստենք։ Այսինքն չենք նստում։ Լավ։ Փոքր դրան անենց հաճույք էր ստանում ջրից։ Չէ մնում մտներ լրիվ ջուրը։ Մի կերպ համոզելով հանեցին։ Ես տեսա ձեռներն էր մցրել, հետո ինքն էլ մտավ։ Բայց ինձ լավ հավեսով շփում էր սամից։ Ես ինչ լավ ծառ են տնկյանոց։ Մագնոլա չի, չի հասկանում։ Չէ, հեսա գնամ մոտիկ։ Ես մտածի կարող է այն ծառին ինչ-որ տեղ փոխարինի։ Այն ծառը շատ լավն է, շատ։ Ոնց է հատուկ տնկած են մեր ծառը։ Գեղեցկության համար։ Ասում են կարգի տեղ դարավ էս այգին։ Ամենակենտրոնում այդ փլատակներ էին սա։ Հիշում ես, փնթի-մնթի Շատ լավ են։ սրճարանները։ Այդ կաֆեն, այդպես ապակուց սարքած, քանի տարի է այդպես դատարկ։ Ես ինչ-որ բաներ էլ ա գրած անայց։ Դե երևի հատուկ ծառեր են, չէ՞։ Չբռնեմ կարդամ։ Հա, չէ, դե մոտիկից էջ մագնոլա չի։ Չէ, մագնոլա չի։ Գավա կաշտանա։ Կարմիր։
Դե ռոզովի, Ռոզնովի։ սպիտակ կա, ուրիշ գույն էլ կա։ Լավ ընդեղ գրած է, սպասի փորձեմ մոտեցնել։ Ո՞նց ես մոտեցնել, չես կարող։ Այն կողմից է գրած, գնամ այն կողմ։ Գնամ։ Չէ, չկպավ։ Չէ, չեղավ անետ։ Ստեղ մի հատ ցուցանակ դնեին էլի։ Արտիմանար։ Հենց է չիմացանք։ Բեզնի էլ չխմեցի։ Իշնացած այդքան չի եզում։ Բանը ոնց աղվեսն ու խաղողը չէ։ Լիսից վինագրատ։ Վերջում ասում է թթույա։ Այդ ես Արմեն, սպիտակ գույնը ոնց որ երբեք շատ չի լինում։ Ինքը հանգիստ գույն է։ Հա։ Չի ցավացնում աչքը էլի։ Ամպերը երևի դրա համար են սպիտակ։ Պատկասում ես դեղին ամպերը լինեին, անկապ կլներ, չէ։ Դե կարող է եւ սովորեինք, ծնվելուց տեսնեինք, ինչ զարմանա։ Էդ էլ կա։ Ինձ կալակոլչիկներ են, գրամաֆոնչիկի։ Կարող է գրամաֆոն, այդպես ծանր կար, չէ, ինչու գրամաֆոն էինք ասում։ Սա չէ։ Են նոյի այգիում անընդհատ ասում էին գրամաֆոն։ Հա։ Այս շարքն էլ է պետք էլ ինչ-որ մի բան անել, չէ։ Այսա, չէ։ Այս խանութները Այո։ քարերն էսա թափում են։ Ես հիշում եմ այս շարքը, սկսեցին ինչից։ Բացը սենց սեղաներ էին, իրանք կանգնում վաճառում էին, հիշում ես այն Հա։ տարիներին։ Հետո բերեցին Դե համարը ստեղ բանը, Ջոնսոն պրիսիպկա է առնում ու յուղ։ Հետո իրանք բացեցին այնտեղ Եվրոպա։ մի րոպե մի շտապի, հետո ստեղ այդ սեղանիկների շուրջը մի հատ վանդակ սարքեցին երկար, իրանք վանդակի մեջ էին Այո, չեմ հիշում։ որ ամեն օր այդ սեղաները սաղ չհավաքեն բան, ուղղակի այդ վանդակի դռները փակում էին, գնում էին տուն։ Իսկ հետո նոր արդեն այդ քո ասած Եվրոպա, յոսին ինչ, վախ ինչ լավ է, լմեի։ Կլաս։ Հիմա որ հարցնեմ սրա հեղինակը ճարտարապետը ով է եղել, ով ասենց բան մտածել ժամանակին, վայ ոնց եմ հիասթափել անայդ այդ համացանցից չես պատկերացնում, հատկապես ինչ վերաբերվում է հայկական բաների, ուրեմն այդ արծիվը, չէ, այդ արծիվի պատմությունը, Դավիթը մեքենայի մեջ ինտերնետով գտավ, որ Արա Հարությունյանն է հեղինակը, ու 62 թվին է, թե ինչ դրվել էլի։ Ճարտարապետը, հա? Չէ, քանդակագործը։ Քանդակագործը։ Արա Հարությունյանը ինչ Հա, չէ, դե ես ճարտարապետն է։ խոսքը բանարեցի, սխալ ասեցի։ Պատահում է։ Հա։ Իսկ բայց Դավիթը այդտեղ էլ ասեց ես Նարեի պապանա, մի երկու անգամ կրկնեց այդ բանը։ Ինձ էլ ազգանունը գրեց հետո Նարեի պապայի, այդ չեմ հիշում, Աշոտ։ Ազատյան, չէ։ Ես հատ կնայեմ Դավիթի գրածի մեջ կասեմ։ Ինքը Նարեի հետ նույնիկ խոսեց։ Հա, Նարեն իրան Նարեն ասեց։ Ուղարկեց Շվեյցարիայից։ Գծագրերը բանը պապայի մոտ կան եւ այլն, բայց ասես նենց եմ հոգնել այդ հարցից անընդհատ ինչ-որ վեճերա եւ այլն։ Հիմա այդ ինտերնետը իհարկե ես մտա Դավիթից հետո, այդ 60 թե 62 թիվ սկի դուրս չեկավ, որտեղ հաստատ մենք որ գնում էինք Դիլիջան Գալավինովան հանգստանալու, ոչ մի արծիվ չկար այդտեղ։ Ես մոտավորապես ըստ իմ հիշողության ինչ որ 76-77 թվին է դրվել այդ արծիվը, էլի։ Այմարդ այնքան մանեկա։ Հետո ասեցի մի հատ ընկերներից հարցնեմ, ով ինչ է հիշում։ Մեկ էլ Աշոտը ինչ որ անսպասելի ասեց 82 թիվ։
Պատվախտ են դրին։ Ու հեղինակը ուղարկեց ով է։ Էլի չեմ հիշում։ Բայց ուրիշ անուն էր։ Վարդան Գրիգորյան, մի խոսքով լավ անպատրաստ եմ ես հանկարծակի։ Դե նարին բացակրից չէ, պապային իր աքսորեցին, ուղարկեցին CD։ Բայց այդ թվերին մի անուն պետք է կպցնել այդ։ այդ գործին, հա։ Ու դրա համար ուրիշ անուն էր արդեն հնչում ընդեղ։ Հետո Ալիկին խնդրեցի, ասի Ալիկ կարող է հիշես, դե նա շատ էր Կարայի հետ անընդհատ, չէ։ Հայաստանով սարեր էին բարձրանում, բան ակտիվ ալպինիստ էր։ Ալիկը ինչ թիվ ասեց։ Մի խոսքով Ալիկը ասեց Արա Հարությունյանն է հեղինակը։ Շտեկի։ Ուղղակի ասում է այդ մեր իզոկոմբինատում թե որտեղ որ ձուլում էին, ասում է սաղ իր աշակերտները բանը օգնում էին ու տենց ենքան մարդ մասնակցեց, ասում է, որ արդեն ծիծաղում էին ու դե ամեն մեկը ասում է ես եմ հեղինակը ինչ որ տեղ ճիշտ է, որտեղ ասում է ամեն մեկը իր ահագին լուման ունի բայց գծագրերը դե հիմա որը իր պապան ունի ինտերնետում մի հատ բան Աշոտը ուղարկեց, այնտեղ իրոք գրած էր 82 թիվ, այդ աբոն էր մեջ մտել արդեն։ Աբոն ասեց 82 թիվ ու այդ Վարդան Գրիգորյանը ով էր, տենց էր գրել միանշանակ հեղինակին։ Շատ վատ է, էլի։ Մի հատ այդ քաղաքապետարան պետք է ասել, որ այդ հարցերով զբաղվեք, այդ ինֆորմացիոն տենց մի հատ բան սարքեք, ստույգ, որ ոչ մի վարկած չլինի։ Օֆիցիալ ինչ-որ մի հատ, ասենք Սևանի տրասայի սաղ ահագին արձաններ կա, չէ։ Իդեպ ընդեղ հաստատ Արա Հարությունյանի գործը արշալույս մի հատ բան կա, կինա միացնց ձեռը։ Դա հաստատ ինքն է, որտև մինչև այդ գրած էր VDNխայում է եղել, ինչ-որ մի հատ ցուցահանդեսի համար։ Հետո ու շատ կայքեր այդ նույնը կրկնել են արծվի մասին։ Առանց VDNխայի իհարկե, բայց որ ալումինիա, զուլացա, դե արծիվն էլ ալումին։ Թե բրոնզը արդեն չգիտեմ, մի խոսքով շատ վատ է այդ ինֆորմացիոն դաշտը հայկական։ Դե միգուցե ուրիշ երկրներում էլ է վատ, բայց քանի որ մենք հայ ենք, մենք հետաքրքրում ենք մեր ինֆորմացիայով, մեր երկրի։ Կարող է։ Ես ձեռքերն էլ հիշում ես, մինչև կարգին պարզեցինք ինչից է հոգիներս դուրս եկավ։ Բալոն Սվետիկը չէ ուղարկեց ինֆորմացիան։ Սվետիկը։ Այ կարծեմ հա, գիտես։ Սվետիկից հետո այ մարդը։ Արշակի հետ Նազարյանը էլ ինչքան տանջվեցինք, ինչ բաներ քթանք, անեցինք։ Կուբայում ինչ-որ Քրիստոսի արձանը եղել, Կարարայում ձեռքերը մնացել են, հա, բայց Քրիստոսի արձանը Կուբայում է եղել։ Բայց լրիվ արձան է եղել, թե չվերջացրեցին այդ արձանը, ես տենց եմ հիշում։ Արձանը վերջացրած դրած է, բայց այս մասը ինչ-որ չեմ անում ոնց երկու անգամ ասարկվե ինչ է եղել, ընդեղ Արա Հարությունյանը որ գնացել է, Կարարայի հանքում է եղել։ Սենց վերցրել է Քրիստոսի ձեռները, անունը դրել է բարեկամության ձեռքեր, որ ոչ մեկը չկարանա սովետի վաղտ կպնի։ Ես մաքրել են աշկիս անայ։ Հա, ջուր է աստեղ, մի քիչ է։ Այո։ Բայց ներսի մասը էլի է։ Չէ, անհամեմատ լավ է, շատ լավ է։ Դետանում ես։ Հա, Հասրացյանի հետ միացել է Իտալիայից։ Ասել է սենց բանա, ասել է դավայ տերեմ։ Դրե ուղարկել են։ Քեչ Հասրացյանը շատ բան արեց քաղաքի համար։ Հա։ Իրան սիրում էր ժողովուրդը։
Դե ես այն Սաֆյանի պատմությունից հետո արդեն վախենում եմ ինչ-որ մի հատ լավ բան ասեմ։ Սաֆյանին էլ շատ էին հարգում ու սիրում։ Հա, Ես ես չգիտեմ ինչի այդպես։ մի անգամ կարդացի, որ ամեն առավոտ ինքը ոտքով, մասիվով զբոսնում էր, նայում էր թերությունները եւ այլն։ Ինչ իմանամ։ Կարող է ինչ-որ մի բան այդ մարդու հետ է եղել։ Դե այսինքն եղել է ոչ թե մի բան հենա պատմից։ Ու դրա համար այտենց իր մոտ այդ նեգատիվ տպավորությունն է մնացել։ Հա, բայց կոնկրետ ասած կաշառքի համար ինչ-որ։ Ես ինչ։ Ներվից լավ սպիտակ է։ Հա, չէ, լավ մաքրել են։ Մենք վերջ անգամ որ տեսանք արդեն դեպի սևն էր գնում գույնը։ Սկի դժվար չէր էլի մաքրել, ես անդադ զարմանում եմ ինչ են մաքրում։ Լավ արդեն գիծա է գնում։ Հա, էլ էս բաներն էլ, նստարաններն էլ շատ լավ է։ Այ էս մի ծառուղին էլ տենց բացվեր, սա էլ է շատ լավ ծառուղի էլի։ Ինչ են գնում։ Հա, գնանք արդեն մեքենայի մոտ։ Նայ, այստեղ սա խլը այդ փշացած աղմաղ բաները մնացել է էլի։ Բայց սա բոլորը չեն աշխատում։ Հա, դեռ չեն անել, բայց ինձ թվում է սա էս են մոտ տարիներից հետո ուժեղ էլիտար տեղ էր։ հիշում եմ քո տպավորությունները։ Այստեղ սեղաններ էին, այս աստիճանով բարձանում էր։ Այս ծառուղին, ինքը շատ գեղեցիկ ծառուղի էր, ու էլի սաղ sense նստարաններ էին։ Այո, Ինձ թվում է ինքը լայն էր ավելի, sense չէր։ ճիշտ ես։ Այս այգիները Մենք բանը այստեղ միշտ նստում էինք։ ներս մտան։ Երեխեքին բաբուշկան գալիս էինք այստեղ, պիկնիկ էինք անում, հիշում ես։ Նստարանին։ Դե որ երկարման էին գալիս, դե այն ժամանակ ինչ ռեստորան ինչ կապ է։ Չգիտեմ, խիստ ժարի տարած Բադերջանն եմ հիշում, երկու հացի մեջտեղը դրած։ Ամեն ինչ էլ վերցնում էին տնից ես։ Հա, այս ծառուղին էլ վերականգնվեր։ Էսա, սաղ այդ դրանց Հա, այդ իրենց աստիճաններն է։ Վերե դրել են։ Որ դուց են առել մի տարի առաջ։ Կարող է այ մինչև ընդեղ էր, գիտես, լայնությունը այս ծառուղի, ինձ էլ է։ այն թփերը որ կան։ Բայց այդ ռեստորանների խաթր Մեծ բան են վերցրել տարածք էլի ես։ ես էլ այդ մտածեցի։ Ես մարդն էլ ինչ-որ կապ ունի այս տարածքի հետ։ Որ մարդը։ Զանգատալի, այս հեռախոսում ասում այս տարածքը երբ առան, մի տարի առաջ, ով առավ։ Ինչ-որ երևի տերն է եղել կամ ինչ-որ մի բան։ Կապ ունի էլի ես ռեստորանի հետ։ Չէ, ես սա բայց եթե լայնացնեն- կվերացնեն։ Լավ այգերն է։ Մլստեն է։ Ինչ ֆանտազիայով փչացրել են այգին։ Մենք որ նստած էինք, փողոցը երևում էր Արմեն։ Այստեղ որ նստած էինք էլ, նո՞։ Թուփերը, այս թփերն էլ չկային, մենակ ծառերն էին։ Այ կարող է, գիտես, այս թփերը դրել են, որ իրանց էս բաները քողարկվի էլի։ Գործունեությունը։ Հա, այդ հետաքրքիր բան ասեցիր, ես էլ սկսեցի հիշել։ Լավ։ Հա, այս մեկի անունն է Կարարա Էնդերը, հա։ Այդ ձեռքերը նկատի ունենալով։ Բայց չեն աշխատում սրանք ոչ մեկը։ Այո։ Սա երևի բոլորն են փագա։ Հիմա այդ պայքարն է գնում պետության ու տերերի մեջ։ Հա։ Ու կվերացնեն կամաց։ Ինձ թվում է։ Այս մասը հələ նայ, ինչի նման է։ Հա, սա մի հատ լավ գծագիր է պետք այգու նոր վերականգնածու, ըստ այդ գծագրի սաղը սկսեն մաքրել։ Այդ Ռիալտոյի տեղն էլ կարար։ Ես իրականում էլ բոլորովին արդեն այդ շատրվանին է, շատրվան չի, լողավազան, հա։
Դե կարելի է շատրվան ընդունել, ինչ որտեղ ջրվեժ։ Ես KFC-ն էլ լավ եկավ մտավ ամենավերջում։ Բացի KFC-ից այնտեղ էլ ծաղիկի սալոն կա, եսի մեջ այս սաղը տենց կամած սնկերիկ է պես լուսնից։ Դե տեր չկար, ինչ ուզում էին փողը տալիս էին էլ է։ Տերն էլ բոլորովին հոգատար չէր, քաղաքը իրանը չէր, որ հոգատար լինի։ Բա։ Ստեղ էլ մի կերպ համառություն ցուցաբերելով կանգնեցինք ռուսական թատրոնի բակում։ Ոյ, ինչքան մարդ կա։ Այստեղ ներկայացում են դրանից։ Բայց այնտեղ էլ չեն շատ մարդիկ։ Այնտեղ էլ պակաս չեն։ Բայց չկա ուր է համերգը։ Դեռ։ Իզուր էլ այդքան տանջվեցին կանել։ Ախր մեր ժամանակն է քիչ է։ Ես եկա, որ անցանք տեսա, որ չկա, դու չլսեցի, որ աստի պետք չէ մատնել։ Ես բան ես ասի։ հատկապես որ լավ ոչ բան չէ գիտել։ Այդ ընդհանրապես նորմալ չի էլի իրականում, Որ մի աղջիկ որ հանդիպեցի 3 երեխայով։ Իրինա։ Չէ, Այն այն մյուսը։ որ 76 տվին Երևանը։ Հարցնում էր դուք տեղյակ չեք, այստեղ որ նվագում էր այդ էլեկտրական ֆորտեպիանոյի վրա ուր է ասում, մի ամիսը փնտրում եմ չեմ գտնում։ Այս տղայի մասին էր հարցնում։ Ասի մի ամիս առաջ մենք իրան տեսել ենք, այդ որ հաստատ։ Բայց ճիշտ է ասում, այս վերջերս չկա այստեղ։ Այս ուժեղ ֆանատներն են առաջի շարքը զբաղացրել են։ Հելա մի հատ իմանանք ինչ առնելու գնանք։ Ես ինչ սեղան են դերը Ազնավուրի մոտ։ դե լավ։ Կամի ֆրենդի ոնց որ ասեցին համերգն է։ Ում։ Եվ մի ժամանակ ժամանելու է Սոնա Ռուբենի կամի ֆրենդ նվագախումբ կա է։ Կամի։ Այն ակումբի, հա, այս կամի ակումբն է ստեղ։ Հա, չեմ իմանում, չեմ իմանում։ Երևի։ Լավն է իրանց բանը։ Այստեղ, հա, շատ լավն է։ Հա։ Ներեցեք, ես ձեզ YouTube-ից գիտեք կանալիք եւ admin զույգերն է, չէ՞։ Ես հաճախ եմ նայում վիդեոները։ Լաման, ես լսա մի անգամից ճանաչեցի։ Դուք Երևանից եք։ Չէ, Աբովյան քաղաքից։ Աբովյանից եք։ Շատ էի նայում ձեր բանը հաղորդումները։ Իսկ էլ ով է լինելու ասեցիք։ Սոնա Ռուբենյանը, մեկը Բրունետը ասեցի։ Եկելով։ Բրունետ։ Լսել եք, որ Եվրատեսիլ գնաց մի տարի։ Հա, երևի, այդ Անահիտը պետք է իմանա, Անահիտ, տեսել ես։ Չտեսել։ Քիչ արտարոց ոչի երկեր է երկու։ Իսկ ինչի՞ Երևանցիներին արդեն Գիտեք, մի անգամ են Գյումրի խումբը, ոնց հակոմ Հայատ պրոջեկտը։ Հա։ Ռայկոմի երազայգում էր տենց համերգ տալիս։ Բարեկամական է, չգիտեմ։ հա, արդեն առիջ պետք չի։ Տեղ են գտնում, սկսում են երգել մի անգամից։ Ողջույն, քանիսին է սկսվում։ 89-ին էլի։ 89-ին, հա։ Շնորհակալություն։ Ինչ որ մի բանի արդիվ է, թե հավեսի համար։ Ինչ որ։ Միջազգային օրն է, ընկերության։ Ընկերության, բայց այդ մի շաբաթ 10 օր առաջ չէր ընկերության օրը։ Օրն է այսօր։ Այսօր է։ Այսօր մի հատ օր է պետք, որ համերգը սկսվի։
Բայց գիտեք ամիսին հասկսվում համերգը։ Ժամ 8-ին են Այդ տղան ասեց 8:09-ին։ Չէ, բայց մի հատ նվագախումբ կար, իրանք բանը, որ եկան երաժշտություն կար ստեղ։ Հետո գնացին, մի քանի երաժշտություն նվագեցին գնացին։ Չէ, ես աշխատակիցներին հարցրեցի, ասեցին 8:09։ Այն տղաները։ Հա, դե իրանք էլ են։ Դե մենք գնացինք, դուք հատուկ Աբովյանից համերգի համար եք եկել։ Այո։ Կեցես։ Հա, այսօր իմ ծննդյան օրն է, լավ։ Վայ։ Մերսի շատ։ Որհավոր։ Մերսի շատ։ Դերում եք ինչ, ձեր արդի համերգը։ Ասեց մամա, կանը չնստենք, գնանք։ Ամեն օրները ստանցնենք։ Լավ է շատ։ Դե ձեզ ամենալավն եք ցանկանում։ Շնորհակալություն շատ։ Ձեզ Եվ նմանապես։ առաջին առողջություն։ Նմանապես ձեզ։ Ստեսին ձեզ։ Ստեսին ձեզ։ Լավ միտք է ծննդյան օրը համերգի։ Չէ։ Ուտել խմելը իր տեղը ունի, բայց դե համերգը ավելի լավ է, էլ չվիճեք։ Գնացինք Անետ ջան։ Բայց մի հատ պուլպուլակի մոտենանք ձեռներս հրապլվանային։ Քեզ թվում է պուլպուլակին կարանք մենք մոտենանք։ Հա, կմոտենանք։ Հերուն չէ, հերթը պուլպուլակի։ Անայդ Էլենում կլվացվես էլի։ Չի առմեն, ձերներս հնած անդուր են։ Ամենուչ կպանք հիմա բախում։ Քեզ ով ասում ամեն ինչին կպնես։ Ես մենակ հեռախոսին եմ կպել։ Մնա ես արագ գնեմ գա։ Գնա։ Ռսակա, հատրոնը։ Բայց հետաքրքիր է, որ այս կողքն են որոշը դնեն։ Գնամ գոնե հովին կանգնեմ։ Անայդ ավարտեց, ուսին շուտ գնաց։ Ես ինչ շուտ գնացի եկար, անայդ։ Դե մարդ չկար եկան։ Ես ինչ մներ։ Կարող է շոկ չի։ Հրապարակելն են, սաղ սիգարետները թապետած։ Յախ ինչ կեղտոտ պաջեզդա։ Իշում ես։ Իշում եմ։ Մայրիկը երևի նստած է մի տեղ, չէ, այն աղջիկը։ Մայրիկով չի, ինքը իր աղջկա հետ էր։ Ախ իր աղջիկա հետ, ինձ թված իր մայրիկի հետ է եկել։ Ասեց աղջիկս ասեց, մամա արի գնանք, չմնանք։ Բայց ափսոս գիտես, ես ունեն սիրում եմ այդ քանի կլավի խումբը, լավն է շատ, են տղան էլ գրիշայի տղան էր, հա, մահացավ, գարմուշկայի վրա որ նվագում էր։ Չէ, գրիշա ծրան է, ինչ անուն ասեցիր, մորացա է։ Հա, իր անունը չեմ հիշում։ Բայց պապան շատ լավ տղա էր։ Արագությամբ գնում են։ Հեսա լույսը կփոխվի, ոչինչ։ Ահա, նորից դուրս եկանք Թումանյանից Աբովյան, ես երիտասարդը իսկապես չկա ակի ժամանակա, մի բան պատահած չլինի ամաշտ այդ տղային։ Իսկ կարող է գնացել է ծովափ։ Ես էլ դարձել ասեցի, ասի կարող արձակուրդը գնացել շոկա։ Ընդեղ փող աշխատում իր համար, համել լողանում է։ Աստված տա է տենց լինի։ Այո, հուսանք։ Մեզ 15 րոպե մնացան այդ։ Այո։ Այս էլ մեր խաչմերուկը։
Աբովյան Պուշկին ոնց են է ամառը տանջում մեզ այս խաչմերուկի երկու հատ ռեստորան էր Արմենիան ու Երևանը, չէ? Մենք չտեղները ձեր տունը։ Այստեղը մեր տունը, ստեղ հրաժեշտ էին տալի շատ հաճախ, երկար վեճերով, հետո սեր էին իրար բացատրվում, շատ բարձր գիշերվա 2-3-ին, կոնդիցիոներ գոյություն չուներ, տենց հասկացողություն։ Դե մենք էլ այն ժամանակ 2-3-ին քնում էինք արդեն, եթե հիշում ես, հիմա է, որ տենց ուշ ենք քնում։ Բայց 2-3-ին, այդ շուտ էր համարվում, դե 7-ի հետ համեմատած ժամը։ Շուտ չէ, ուշ ժամ էր մեզ համար, մենք քնած էինք այդ ժամանակ։ 2-3-ին քնած էինք, ճիշտ է։ Դե առավոտը գործի պետք է գնայան այդ։ Ես էլ հրապարակը մերանցից էլ գրեց, որ կենտրոնական շատրվան աշխատում է ու շադիժ նայեք կտենակ աշխատում է, բայց այտենց առատի չի ոնց որ առաջ էր Արմեն։ Դե թիմը կարող է սրոբերին այտենց ոնց կանգառը հանեցին տաքսին էր, թե ինչ մի անպայման էր ստեղ տաքսի Բայց մի քիչ այն կողմ կար, գիտես, ես հետո նկատեցի, դեպի մեջտեղ։ Ինի Բրուսովի մոտ։ Հա, այդտեղ կար, անցնելուց չնկատեցի, չէի սպասում այդտեղ լինի։ Ես էլ հիմա փոխեցին, ես պլեյլիստ ունեմ, ամերյան փողոց, ինչ անեմ այդ պլեյլիստը։ Հիմա պետք է պապ թակավոր։ Դե փոխի։ Բայց պետք է նշել, որ թվից փոխվեց։ Ոնց մենք փաստագրությամբ ենք զբաղված Երևանի։ Брависсимо! Спасибо, здравствуйте. Здравствуйте. Мы еще встретимся с вами. Конечно. А это мосты Новобаджаняна. Мы недавно были, знаешь, на концерте на крыше филармонии. Открыли, да, Арам Хачатрян. Хачатрян Руфтоп называется. Да. Риджан, мы опаздываем. Вот мы здесь. Չասեք, որ նկարում եմ։
Спасибо. Лиджан, асуцир вчера? Вчера был день рождения нашего великого маэстро Константина Орбеляна. Он родился 29 июля 1928 году. 28 год, 28 году. И вот это, то, что я сейчас сыграла, это называется его знаменитая песня «По улицам Еревана». Айо. Я всегда играю это, но со вчерашнего дня и сегодня особенно играю. Большое ему спасибо за его творчество. Большое ему спасибо за то, что его вклад в армянское искусство и его управление нашим государственным джаз-оркестром Армении. И большое ему спасибо за то, что он оценил мое творчество. Спасибо большое. Շնորհակալություն Ռիտա ջան։ Ձեր շնորհակալություն։ Ժողովուրդ մոռացել էինք։ Եկանք տուն նոր հիշեցինք։ Լավ մնաք։ Միշտ առողջ լինեք եւ խաղաղ երկինք։ Առողջություն բոլորին եւ խաղաղություն։ Այո։ Ասել Լվովյանը 23 աստիճան է, ժամն էլ Աստված գիտի քանիսն է վերևում, այսինքն 11-ն է ժամ։ Ժամը 11-ն է, եկանք հասանք, լերջ